Նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստ։ Օրակարգում ընդգրկված էր 10 հարց։ Առաջին հարցը, որը վերաբերում էր հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի հոկտեմբերի 11-ին նիստին մասնակցության եւ քննարկման մասին տեղեկատվության հաղորդմանը, զեկույցով հանդես եկավ հանձնաժողովի քարտուղար Վալերի Ջաղինյանը։ Նա նշեց, որ ազգային հանձնաժողովում բացի քննարկված ընթացիկ հարցերից քննարկվել է նաեւ Ճապոնիայի կառավարության սոցիալական զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ եւ Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի աղքատ եւ կարիքավոր անձանց կենսամակարդակի բարելավում ծրագրի մասին։ Ծրագրի շրջանակներում Լոռու մարզից առաջարկվել է Ալավերդի, Սպիտակ եւ Վանաձոր քաղաքներում ներկայացնել մեկական թեքահարթակ կառուցելու տարածք։ Մենք ներկայացրել ենք Շարլ Ազնավուրի մշակույթի պալատի արխիվում կառուցի թեքահարթակ, այս հիմնադրամի միջոցով ծրագրի շրջանակներում Ալավերդու մշակույթի կենտրոնում եւ Սպիտակի թիվ 2 նախադպրոցական հիմնարկում։ Նիստի ընթացքում ներկայացվեց նաև հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով լայվ ծրագրի շրջանակներում իրականացվող հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության կարիքներ եւ խոչընդոտներ ծրագրի հետազոտության արդյունքները։ Նշվեց, որ հաշմանդամություն ունեցող անձիկ ունեն ոչ միայն աշխատանքի, այլ նաև ավելի բարեհաճ վերաբերմունքի կարիք պետական եւ ոչ պետական կառույցների, ինչպես նաև ընդհանուր հասարակության կողմից։ Սա մեր ամենակարևոր հարցի պատասխանն է։ Հաշմանդամություն ունեցող անձը ինքը ուզում է լինել ակտիվ քաղաքացի։ Եվ չնայած նրան, որ հետազոտության արդյունքում եւս մեկ անգամ փաստացի ապացուցվեց այն, որ հաշմանդամություն ունեցող անձիկ այնուամենայնիվ այսօր սոցիալապես չապահովված, խավին են պատկանում, այնուամենայնիվ իրենց իսկ պնդման իրենք ուզում են իրենց սեփական ուժերով շտկել այդ իրավիճակը։ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի ղեկավարման փորձագետ Տաճատ Ստեփանյանը խոսեց ԱՄՆ ՄԶԳ գործակալության մասին հաշմանդամություն ունեցող անձանց աջակցման ոլորտում։ Կոնկրետ մեր ուրեմն թիրախը այս ծրագրի սահմաններում աշխատանքի տեղավորումն է նախ եւ առաջ հաշմանդամների հետ աշխատանքը, որովհետեւ իրենք իրենց երաժեք անց կան հասարակության եւ քանի որ այդ ոնց որ խոչընդոտ հոգեբանական կա, որ իրենք սահմանափակված է եւ մատչելիության խնդիր կա, մենք պլանում ենք նաեւ սոցիալական ձեռնարկի քաղաքապետարանի հետ արդեն համաձայնությունը ինչքան է կայացել է, որպեսզի ձեռնարկություն ստեղծի, որտեղ 50% աշխատողների պիտի հաշմանդամություն ունեցող անձինք լինեն։ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում ներկաներն անդրադարձան նաև ընթացիկ այլ հարցերի։ Տաթևիկ Ղազարյան, Արայիկ Նազարյան, Մի քեռուստաընկերություն։